Առաջին օրը կնշենք, կհիշատակենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը։ Երկնային բանակի օրը եռաբլուր այցելելուց հետո երկրային բանակի օրը երկրի քաղաքական վերնախավը հերոսների պանթեոն չի գնացել։ Այսօր այնտեղ ընդդիմությունն է ծաղիկներ խոնարհել։ Այսօրը յուրովի նաև հաշվետվությունը մեր բոլոր այն մարտական ընկերներին։ Հայաստանի վարչապետը Facebook-ում է հիշել բանակի օրը ու 5 պարբերության մեջ հաշվել, թե ինչքան փող են ծախսել բանակում փոփոխությունների համար, որ բանակը ոչ թե մարտունակ լինի, այլ պաշտպանունակ։ Մենք մինչ այս պահը չունենք նույնիսկ պաշտպանական դոկտրին։ Զոհերի հոգիների հանգստության համար զինվորական պանթեոնում աղոթել է ամենայն հայոց կաթողիկոսը ու հրաժարվել այլ թեմաների մասին խոսել։ Օրվա խորհուրդը պետք չէ խախտել, օրինակ Գևորգ Սրբազանի, արդեն Արման Սարոյանի կարգալուծության մասին հարցերով։ Աշխատարել օրվա խորհուրդ։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Եվ օրվա խորհուրդը ցավ ու կսկիծով ապրող մարդկանց ասված ու չասված մտքերը եռաբլուրից։ Ես ունեմ 6 տարեկան թողնիկ, ամեն օր ինքը Google-ին հարց է տալի, ասում է, մենք որ թվին ենք Արցախը հետ բերելու։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրն է։ Եվ այսպես երկնային բանակի հիշատակը հարգելու համար 3 եռաբլուր բարձրացած քաղաքական վերնախավը լուռ է երկրային բանակի օրը։ Չնայած հունվարի 27 հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելիս նախագծի հեղինակներից ԿՊԱ-ական Ռուբեն Ռուբինյանը խոստանում էր տոնել այս օրը, այսօր ԿՊԱ-ականներից եռաբլուրում են եղել միայն Անդրանիկ Քոչարյանն ու Սասուն Միքայելյանը։ Ընդդիմությունն է այսօր ծաղիկներ խոնարհել զոհվածների շիրիմներին, արձանագրելով, որ իշխանությունը դիտմամբ է բանակի օրվա նախօրեն հիշատակի օր սահմանել, որ այսօր զինվորական պանթեոն չբարձրանա։ Կարծես արգելված է այդ մարդկանց բանակի մասին մեր զոհերի պատերազմի մասին խոսել։ Լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որ հիշեցրել է նաև ինչպես էին անցած տարիներին Փաշինյանի եռաբլուր անխոչնդոտ մուտքն ապահովելու համար բերետավորները քարշ տալով ճանապարհից հեռացնում զոհվածների ծնողներին։ Բանակի օրվա առիթով ուղերձներ են հղել Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները։ Թերեզա Կադաևչյանն է ամփոփել ընդդիմության օրվա ասելիքը։ Թուլացել մասնատվել է տարածաշրջանի երբեմնի ամենամարտունակ բանակը, բայց նորից ուժ հավաքելու, նորից անվտանգության երաշխավոր դառնալու հույս կա։ Այդ քաղաքական ղեկավարությունն է իր պարտությունները արդարացնելու համար բոլոր ձախողումները բանակի գլխին ջարդել, նկատում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրվա ուղերձում։ Ցավով արձանագրում ենք անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։ Քաղաքական ղեկավարության իր սխալները բանակի վրա բարթելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար։ Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև եւ արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր եւ մարտունակ բանակն է, եւ մենք բացառություն չենք կարող լինել։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը եւ ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն։ Փառք նրանց, ովքեր 34 տարի առաջ կանգնեցին հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը երախտագիտության խոսք է։ Նրա անունից այսօր ծաղկեպսակ է դրվել եռաբլուրում։ Փառք եւ պատիվ հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին։ Հավերժ փառք եւ երախտագիտությունս հայրենիքի ազատության եւ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին։ Ոստիկանության գվարդիան երեկվա նման չէր շրջապատել եռաբլուրը։ Հունվարի 27-ին երկնային բանակի օրը նշածները հունվարի 28-ին բանակի տոնին զինվորական պանթեոն չեն գնացել։ Հունվարի 27-ը բոլոր պատերազմների ժամանակ զոհվածների հիշատակի օր սահմանելով իշխանությունն իրեն ազատել է հիշատակի ու տոնական մյուս օրերին եռաբլուր այցելելու պարտավորությունից, վստահ է խորհրդարանական ընդդիմությունը։ Որևէ մեկը դեմ չէ, որ միասնական մենք տոն պիտի ունենանք, բայց դա էլ մեր կարծիքով պետք է լիներ որ խորհուրդ ունեցող օր եւ չպիտի լիներ փախուստ, որ օրինակ նոյեմբերի 9-ին չգան, ամսի 28-ին չգան, սեպտեմբերի 27-ին չգան, դա պիտի չլիներ դրա իմաստը։ Դրա իմաստը պիտի լիներ ընտրել մի օր, որը արտահայտում է մեր հավերժական պայքարը մեր ինքնության համար եւ խոնարհվեինք բոլոր նահատակների շիրիմներին։ Կարծում եմ մարդկանց ներկայությունը դուք
երեկել եք տեսել այսօր էլ ու դա ամենը լավ պատասխանն է արհեստական ինչ էլ փորձեն փաթաթել չի ստացվի դրա համար այսօր չմթագնենք այսօրը շնորհավոր հայոց բանակի տոնը բոլոր նրանց ում համար սա իսկապես տոն է Բանակի 34-ամյակի օրը մարդկանց մեծ հոսքը եռաբլուր պատասխանն է բանակի բյուջեն կրճատողներին, նկատում է խորհրդարանական ընդդիմությունը։ Այսօրը յուրովի նաև հաշվետվությունը մեր բոլոր այն մարտական ընկերներին, որոնք որ բոլոր ժամանակների, բոլոր պատերազմների, բոլոր այսպես բախումների արդյունքում են իրենց կյանքը տվել։ Բանակին ուղղված քննադատության խոսքեր ասել չի ցանկանում պաշտպանության նախկին նախարարը, բայց չարձագանքել Փաշինյանին կնշանակի համաձայնել նրա հետ, թե վերջին տարիներին հսկայածավալ ներդրումներ են եղել բանակում։ Սերյան Օհանյանի խոսքով այդ ներդրումները ոչ թե ուժեղացնում են բանակը, այլ հազիվ վերականգնում են 2020 թվականին ու դրանից հետո փշուր եղած մարտունակությունը։ Բայց զինված ուժերից առավել ոստիկանական ուժերն է հզորացնում այս իշխանությունը։ Հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ, նոր զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանի Հանրապետությունում մենք տեսել ենք, որ նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների, կառույցների փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ են ձևավորել տարբեր բերետներով։ Անգամ հիմա, երբ վերաձևվում է աշխարհակարգը, Հայաստանի վարչապետը շարունակում է քննադատել ՀԱՊԿ-ը։ Հենց տարածաշրջանի անվտանգության փխրունությունը հաշվի առնելով է Հայաստանը երաշխիքներ փնտրել նաև միջազգային գործընկերների մոտ, նկատում է Օհանյանը։ Մեր տարածաշրջանում մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորում ենք գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների դեմ պայքարելու համար։ Ես նկատի ունեմ Թուրքիան, իսկ Ադրբեջանի հետ մենք ի վիճակի ենք եղել ինքնուրույն ի վիճակի ենք եղել պայքարել։ Չգիտի Փաշինյանը, որ միջազգային համագործակցությունը անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Իմ տպավորությամբ այստեղ կա ավելի շատ խնդիր արդարացնելու մեր երկրում տեղ ունեցող ձախողումները, պարտությունների շղթան, որը բերել է մեզ համար մեր հայրենիքի մի հատվածի նաև կորուստին, Արցախի, Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում ադրբեջանական օկուպացիային, հազարավոր զոհերին եւ իր պատասխանատվությունը սրանից այն կողմ նետելու եւ նաեւ հանրության ուշադրությունը այլ կողմ սևեռելու համար իշխանությունը փորձում է այս կամ այն կողմին մեղավորներ նշանակելով իր վրայից նետել պատասխանատվությունը։ Թերագնահատել բանակի ձեռքբերումները, որ արդարացնես պարտությունդ, կասկածի տակ դնել գործընկերների ջանքերը, որ մոռացության տաս ձախողումներդ, այս գործելավոճը չպետք է հանդուրժի հայ ժողովուրդը։ Ու չի հանդուրժում, պնդում են Փաշինյանի ընդդիմախոսները։ Եռաբլուրն է դրա վկան։ Թերեզա Կադաևչյան, Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Էլենա Հինյան, Հայլուր։ Բանակում փոփոխությունների մասին գիրք կարելի է գրել, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը բանակի 34-րդ տարեդարձի առիթով Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիսավոր նիստում։ Նա սկսել է խոսել համազգեստի փոփոխությունից, հայտարարելով, որ այն արդեն բացի ֆիզիկական մաշվածությունը, նաև բարոյական մաշվածության խնդիր ունի։ Նա նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ բանակը չլինի անվտանգության առաջին մեխանիզմը։ Միջազգային լեգիտիմություն են ստեղծել սպառազինության տեղակայման համար, ինչի բացակայության պատճառով Փաշինյանի պնդմամբ զենքի մատակարարումներ չէին արվում։ Եթե այդ փոփոխությունները չարվեին, մենք այսօր պետականություն չէինք ունենա։ Հայտարարել է Փաշինյանը, նորից հղում արել Ղարաբաղյան բանակցություններին, պնդելով, թե դրանք են եղել պետականությունը կորցնելու սպառնալիքները։ Թրիփ նախագիծն է մեր անվտանգության երաշխիքը, եզրափակել է Փաշինյանը։ Թրիփ նախագիծը, որը մենք իրագործելու ենք առաջիկայում, հենց այդ երաշխիքն է։ Երաշխիքը այն չի, որ տանկ կամ զինվորը, հետո տեսանք տանկ ու զինվորը կանգնած էին։ Եվ ինչ, եւ դրանից մեր անվտանգության մակարդակը ավելի լավացավ, ընդհակառակը, այդտեղ տեղակայված տանկն ու զինվորի խնդիրն էր, որ մեր տանկ ու զինվոր չլինի այդտեղ։ Ամեն ինչ անեն, որ մեր տանկն ու մեր զինվորը վերանա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը վերանա։
Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հայտարարել է, որ գնացել է ասելու այն, ինչ չի կարողացել գրել ուղերձում։ Իսկ ուղերձի 5 պարբերությունն այն մասին է, թե ինչքան փող են ծախսել բանակը բարեփոխելու համար։ Ծախսեր, որ ոչ թե բանակի մարտունակության բարձրացմանն են ուղղված եղել, այլ պաշտպանունակության, ինչպես հասկանում ենք Փաշինյանի օրվա ուղերձից։ Այդ թեզը խիստ քննադատում են ռազմական փորձագետները։ Դրա տակ տեսնում ոչ թե պատերազմները կանխելու, այլ պատերազմների ժամանակ առավելագույնը պաշտպանվելու պատրաստակամություն։ Փաշինյանի հաշվարկները սին են թվում հատկապես այն պայմաններում, որ իշխանությունը ջնջել է արցախյան պատերազմների մասին էջը, փորձագետների գնահատմամբ հայոց բանակի գաղափարական, կադրային և մարտական հիմքը։ Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Նշում ենք, բայց ինչպես։ Նույնիսկ մասնագիտական հանրությունը չի կարող հասկանա, թե կոնկրետ մեր զինված ուժերի առջև հիմա ինչ խնդիր է դրած։ Փաշինյանի ժամանակներ է ապրում հայկական բանակը, ասում են վերլուծաբանները։ 2022 թվականին Պաշտպանության նախարարության էջից ուղղակի ջնջվել է Արցախյան հերոսամարտի հայոց բանակի գաղափարական, կադրային եւ մարտական հիմքի բաժինը։ Փոխվել է հայոց բանակի կարգավիճակն ընդհանրապես։ Բանակը նույնիսկ անվտանգության 3-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ գործիքը պետքա չլինի։ Բանակը պետք է անի անվտանգության ամենավերջինը։ Մեզ մարտունակ բանակ պետք չէ, այլ պաշտպանունակ։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը անգամ արհեստական բանականությունն է մարտական ոգու ուղիղ քայքայում որակում։ Երբ դու հայտարարում ես, որ մարտունակություն քեզ պետք չէ, թշնամուն ասում ես հարվածիր, մենք առավելագույնը կպաշտպանվենք։ Մենք մինչ այս պահը չունենք նույնիսկ պաշտպանական դոկտրին։ Մեր ազգային անվտանգության ռազմավարության չունենք մշակված թղթի վրա։ Նիկոլ Փաշինյանը բանակի օրվան նվիրված իր ուղերձում 682 բառերի արանքում ասում է, որ Հայաստանի անվտանգության ամենահուսալի երաշխիքը իր իսկ բերած խաղաղությունն է։ Մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։ Փաշինյանի ուղերձի 35 նախադասություններից մեկն է։ Կարդում ու փաթաթել խաղաղության ծխի ներքո տարակուսում են փորձագետները։ Մարտիկան արդեն մեկնաբանում են, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ չի զինվում, այլ զինվում է հարևան Իրանի դեմ որոշակի գործողություններ անելու համար, այսինքն փորձում են սլաքները ուղղել դեպի այլ կողմ, որպեսզի մեր հասարակությանն էլ հրամցնեն, որ Ադրբեջանը այս ինչ անում է, դա Հայաստանի դեմ չի, այլ մեկ այլ պետության դեմ է։ Ադրբեջանում օրու մեջ զորավարժություններ են, Հայաստանում 2020 թվականից մինչ այս պահը ոչ մի զորավարժություն տեղի չի ունեցել բացառությամբ խաղաղապահների հետ որոշակի փոքր խմբի զորավարժությունը։ Ադրբեջանն այս տարի անցածի համեմատ 30%-ով ավելացրել է ռազմական բյուջեն, Հայաստանը կրճատել 15%։ Տպավորություն է, որ կողքից նայում եւ ուսումնասիրում ես, որ մենք միայն դիտարկում ենք այն լավագույն սցենարը։ Այսինքն լավագույն սցենարն էլ այս կոնտեքստում որն է, որ Ադրբեջանը երբեք մեզ չի նեղացնի, մեր վրա չի հարձակվի, մեզ էլ չի կոտորի։ Փաշինյանի իշխանության արտաքին հետախուզական ծառայությունն է զգուշացրել։ Ադրբեջանը ակտիվացնում է արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը նոր ռիսկեր ստեղծելով խաղաղության համար։ Միևնույն է, Հայաստանի վարչապետն ուզում է, որ հայկական բանակը ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ լինի։ Գործենք այն ժամանակ, երբ որ արդեն բանը բանից անցած կլինի։ Շնամու զինտեխնիկան հայտնվի մեր բնակավայրերում, նոր այդ ժամանակ մենք մտածենք գործողություն իրականացնենք, թե ոչ։ Հայաստանի վարչապետը բանակի օրը առիթ է դարձրել հայտարարելու, իրենք հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն են ձեռք բերել։ Առանց հրթիռների Su-30-ների նման հարցնում են փորձագետները։ Նրանք պարզապես քմծիծաղ են տալիս լսելով հապկի մասին Փաշինյանի պնդումները։ Հայաստանի անդամակցությունը այդ կազմակերպությանը սառեցրած մարդը հիմա էլ հայտարարում է, թե միջազգային խոշոր զինավաճառները մերժում էին զենք վաճառել Հայաստանին հենց հապկի պատճառով։ Վստահ չէին, որ իրենց զենքի գաղտնի պարամետրերը հասանելի չեն դառնա հապկին։ Հիմնական մեր ձեռք բերած սպառազինությունը հնդկական սպառազինություն է, որը նախագծվել, մշակվել եւ արդիականացվել է ռուսական զինատեսակների, ռուսական տեխնոլոգիաների հիման վրա։ Այսինքն պարզ է, չէ, որ
այդ տեխնոլոգիաները հիմնական Ռուսաստանի, այսպես ասած, զինտեխնիկաներն են եւ լուծումներն են եւ հիմա խոսել նրա մասին, որ հնդիկները վախենում էին, որ տեխնոլոգիան կհայտնվի ռուսների մոտ, մեղմ ասած ծիծաղելի է այս կոնտեքստում։ Փաշինյանական իշխանությունը փոխել է հայրենիքի պաշտպան մտածողությունը վճարվող ծառայողի մտածողությամբ։ Զինվորը գին չունի ընկալումը փոխհատուցման չափով, նկատում են վերլուծաբանները, որ վարչապետի այսօրվա ուղերձում կարդացել են սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1-1.5-2 միլիոն դրամը։ Մեր բանակում կան 700,000 դրամ ստացող շարքայիններ։ Կան, բայց կան նաև առանց լրացուցիչ քննությունների ավելի շատ ստացող պարեկներ, վարչապետի պաշտպանության բանակը դարձած կարմիր բերետավորներ, ավելացնում են փորձագետները։ Երբ որ մենք բանակը դասակարգում ենք ոչ առաջնային դիրքում, դրա զուգահեռ հայտարարում ենք, որ հերոսը հարգատուն է։ Արդյոք նման հայտարարությունները մեծացնում են մեր պաշտպանական հնարավորությունները։ Ռազմական փորձագետները նկատում են, Փաշինյանը, երբ հայտարարել է, թե Հայաստանի թիվ 1 հերոսը հարկատուն է, հայ զինվորին անուղղակի ասել է. իր ղեկավարած Հայաստանում փողն է գերիշխող արժեքը, ոչ թե հայրենիքն ու հայրենասիրությունը։ Եվ ուրեմն Փաշինյանական օրերի բանակը ոչ թե հերոսությունների, այլ փողի ու վարչարարության մասին է։ Արփիս Քեսյան, Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հանուն զոհերի հոգուհանգստության եռաբլուրում աղոթել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո նա հեռացել է, չպատասխանելով լրագրողների հարցերին կապված իշխանության հակաեկեղեցական արշավի ու վեհափառի վերջին որոշման հետ կարգալույց հռչակել Մասյացոտ ընթեմի առաջնորդին։ Ամենայն հայոց կաթողիկոսը լրագրողներին հորդորել է չխախտել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ ապրեն օրվա խորհրդի մեջ, իսկ մյուս թեմաներին կանդրադառնա այլ առիթով։ Ամենայն հայոց կաթողիկոսը իր հայրապետական օրհնությունն էր բաշխել սպաներին, զինվորներին հայոց բանակի ստեղծման 34-րդ տարեդարձի օրվա ուղերձում եռաբլուր բարձրանալուց առաջ։ Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերն իր սուրբ աջով պահապան ու զորակից լինի մեր բանակի սպաներին ու զինվորներին, խաղաղություն հաստատվի համայն աշխարհում ու մեր հայրենիքում եւ հավատավոր մեր ժողովուրդը նորանոր ձեռքբերումներով հարատևի ապահովության ու բարօրության մեջ։ Հոգեհանգստի կարգ է մատուցել կաթողիկոսը եռաբլուրում։ Իրենց կյանքը հայրենիքին նվիրած հերոսների հիշատակին։ Աղոթել նրանց հոգիների խաղաղության համար։ Վեհափառը ծաղիկներ է խոնարհել սպարապետ, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի շիրմաքարին, նաև Արցախի կանչ հուշակոթողի մոտ։ Չնայած լրագրողների բազմաթիվ հարցերին, վեհափառը ամբողջ ընթացքում լուռ է եղել։ Մի պահ միայն կանգ է առել, օրհնել լրագրողներին ու ասել, որ չի ցանկանում խաթարել օրվա խորհուրդը։ Մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդը։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Աստված օրհնի ձեզ, Տերն ձեզ։ Մնացեք խաղաղությամբ։ Վեհափառը չի անդրադարձել նաև Մասյացոտ ընթեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույց հռչակելուն։ Մայրաթորի տեղեկատվական համակարգն էր հայտնել, որ կարգալույց եկեղեցականը այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Արման Սարոյան Ավազանի անունով։ Ըստ հաղորդագրության նա կարգալույց է արվել, քանի որ վիճարկել է Մասյացոտ ընթեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու հայրապետական տնօրինությունը, այդպիսով խոչընդոտել թեմի բնականon գործունեությունը, իսկ դատական հայցով եկեղեցու ներքին կյանքին միջամտելու առիթ է ստեղծել իշխանականների համար։ Եվ խնդրում եմ արարողությունը եզրափակել կապ Նախկին եպիսկոպոսի կարգալույցությունից հետո էլ իշխանականները չեն հանդարտվել։ Ռուբեն Ռուբինյանը Facebook-ի իր էջում գրել է, թե Սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս եւ թեմակալ առաջնորդ։
Լիլիթ Գասպարյան, Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Այսօր Եռաբլուրում են եղել նաև մեր ձևով շարժման անդամները, ծաղիկներ խոնարել պատերազմներում զոհվածների շիրիմներին։ 44-օրյա պատերազմում զոհվածներից մեկի հայրը դիմելով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին շնորհակալություն է հայտնել իրենց ցավը կիսելու համար։ Զոհվածներից մեկի հարազատ Միկին էլ խնդրել է Կարապետյանից հեռացնել իշխանությանը, ասել նաև, որ միակ բանը, որ մնացել է մեզ եկեղեցին է, դա էլ են ուզում խլել։ Կարոտ, ցավ, մխիթարություն ու հույս Եռաբլուրի զինվորական պանթեոնում 90-ականներին ամուսնուն կորցրածքին իրեն մխիթարում է, որ Արցախի միթիս հողի համար կյանքը զոհած ամուսինը չի տեսել Արցախի կորուստը։ Արցախն ազատագրածները վերադարձի հույսեր են փայփայում, իսկ հույսը կորցնող մեծահասակներին պարտավորեցնում է նրանց թորների հիշողությունը։ Հոգիս գանդվում է, ցավում եմ շատ։ Եռաբլուրում ծանոթ շատ աչքեր է տեսնում Ֆլորան, մեկին է փնտրում։ Կարոտներ ենքան շատ ա, որ չես կարող իմանաս։ Արցախում է մնացել ամուսինը, իր ազատագրած հողում։ Իմ ամուսնու շիրիմը մնաց Արցախում։ Նրա տոնն է, մի ծաղկի էլ չի արժանանում։ Ամաչում եմ, որ հասել ենք այսօրվա, ամաչում եմ, այս ինչ որ կատարվում է, այս ամենի համար։ Չգիտեմ, դա նրա շատ անհաղթահարելի կորուստ է։ 33 տարի առաջ այրիացած կինը հիշում է, ինչպես էին 90-ականներին ցնծում ամուսինն ու մարտական ընկերները ամեն միթիս հող ազատագրելիս։ Զոհվեցին հանգիստ խղճով, հայրենիքն ազատագրած, չտեսան Արցախի հանձնումը։ Հույս ունենք, որ մեր բանակը նորից կշտկի իր մեջքը եւ նորից կդառնա այն մարտունակ, այն հզորը, որ կար միջև այս չարագուշակ տարիները։ Զինվոր չպատմել, միջերս կրվել։ Ստեփանակերտի քոլեջում հայրենիքը ամենաշատը սիրելու, կյանքը հայրենիքի համար չխնայելու դասեր էր տալիս։ Չէր պատկերացնում, որ ռազմագիտության դասերն այդքան լավ սերտած կլինեին աշակերտները։ Եռաբլուրում նրանց շիրիմներին միշտ թարմ ծաղիկներ է բերում։ 19-20 տարեկան աշակերտներ, որոնց հիշում են որպես երեխաներ հիմա իրաց կյանքը տված կյանքը ոչ ոք չտեսած հույս պահում ենք, էլի որ կարող վերադառնանք։ Վերադարձի հույսը չեն կորցնում Արցախն ազատագրած տղաները, մահապարտները։ Լեգենդար ընկերներին շնորհավորելու են եկել դառնացած սրտով։ Համակերպել։ Այս ամբողջ ծրտավայրը մեր երեխեքն են, մեր բալիկն են։ Երբ պետք է վերջապես արժանապատվություն ունեցող հայը հանգիստ շնչի, խոսում են իրար մեջ։ Արցախը մեր սիրտն է, հայոց ազգի սիրտն է, Արցախը հետ ենք վեկալելու, երբեք չի մնա թշնամի։ Եղբոր աչքերին չի կարողանում նայել Արցախում նրա հետ կրված տղամարդը։ Չեմ կարողանամ նույնիսկ եղբորս աշկերին եւ մնացած տղաների աշկերին պարզ նայեմ, որովհետեւ ամեն ինչը մշուշոտ է արդեն։ Կգա երևի մի օր, հույս ունեմ մեծ, հույս ունեմ, որ մեր հողերին Տերը մենք ենք, մենք պիտի Տեր կանգնենք։ Աստծո կամոք մեր ժողովրդի համախմբվածությամբ։ Հույս միշտ կա։ Ես ունեմ 6 տարեկան թողնիկ, ամեն օր ինքը Google-ին հարց է տալի։ Ասում է, մենք որ թվին ենք Արցախը հետ բերելու։ Գայանա Մովսիսյան, Հենրիկ Համազասյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Քարորյա պատերազմում անմահացած Ռոբերտ Աբաջյանը այսօրվանից հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայելու դասեր կտա հարազատ դպրոցի աշակերտներին։ Նրա անվամբ համար 147 դպրոցի բակում տեղադրվել է նրա բրոնզաձույլ արձանը։ Բանագնդապես խնդրում եմ բոլորին փոխանցել, որ երկու րոպե ցածում եք, ասա։ Այդ ինքում իմ տղեկի։ Ասա մի անջատի։ Այս դիկը արտողին մերը։ Երբ գիշերն է իջնում սահմանին Նռնակը աջ ձեռքում, օղակը ձախում։ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կյանքի վերջին վայրկյաններն է արձանացել քանդակագործը։ Բրոնզաձույլ արձանը Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցի բակում է։ Այն դպրոցի, որտեղ սովորել է Ռոբերտը։
Արձանը ես որ տեսել եմ, մենակ գլուխն էր սարկած։ Ես որ կանգնեցի պատուանի դեմ, այդ վարքյան մաման զանգեց, ասեց ուր ես, ասի այժի դեմը կայնացեմ։ Այդքան նման էր։ Այս տարի կդառնար 30 տարեկան։ 20 տարեկանում կյանքը զոհեց Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Ապրիլի 2-ին։ Մարտակերտի ուղությամբ տեղակայված 116 դիրքում շրջափակումից դուրս գալու ուրիշ տարբերակ չկար։ Մինչև վերջին փամփուշտը կրված Ռոբերտը հետը տարավ թշնամիներին, փրկելով ընկերների կյանքը։ Դա հերոսություն է։ Դա սխրանք էր իր կայլը, ու ռազմահայրենական ոգին բարձրացնում էր ամբողջ ազգի։ Տենց բան, տենց մարդու ոչ մեկը չի կարա մոռանալ։ Դա մեր սրտերում, մեր հոգում է։ Ինքը միշտ պետք է ապրի։ Ինչպես կարող էին Ռոբերտի արյան գնով պահած դիրքը տարիներ հետո հանձնել թշնամուն։ Մարտական ընկերների խոսքով անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մի գնդակ չի դիպել այդ դիրքում տեղադրված Աբաջյանի հուշաքարին։ Անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր զինվորներ ունեին ծանոթ, այդ դիրքում են եղել, այդ տեղադրած քարին մի հատ ասկոլ կա թուրքի կողմից էլ չի կպել։ Շատ լավ ենք ճանաչում։ Մենակ իրան չի, 4-ին էլ լավ ենք ճանաչում։ Քյարամին էլ ենք լավ ճանաչում, Անդրանիկին էլ ենք լավ ճանաչում, Ուշանյանին էլ ենք լավ ճանաչում։ Քանդակագործ Արտուշ Պետրոսյանը սովորաբար 1 ամսում է քանդակում այսպիսի գործերը, բայց Աբաջյանի բրոնզաձույլ արձանի վրա 3 ամիս աշխատել է։ Ես փորձել եմ այդ սիմվոլիկան, որը թե իր նռնագի մեջ էր, թե իր ռացիայի մեջ էր, որով ինքը կապ է հաստատել։ Ու այդ կալցոն, որը քաշել է, որ արդեն պետք է ինքը իր հետ տանի թշնամուն։ Բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Աբաջյանը հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ ու ոսկե արծիվ շքանշանով։ Առանց նման մարդկանց, առանց նման մտածելակերպի, որովհետև Ռոբերտ Աբաջյանը եւ նման տղաները դրանք պարզապես ֆիզիկական դա մարմին չի, դա մտածելակերպ է, դա հոգի է։ Որ պահենք հացը հոգևոր։ Մենք հայրենիք ենք Պարտք մոնումենտի կյաժին, ասում են նույն դպրոցում սովորող տղաները, որոնք նոր պետք է զենք վերցնեն։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Սիրելի հեռուստադիտողներ, այժմ կարճ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Ռուսաստանի արտգործնախարարի եւ ԱՊՀ անդամ երկրների դեսպանների զրույցը տարածաշրջանային անվտանգության ապահովման մասին, հարավային Կովկասի հետ կապված Միացյալ Նահանգների ծրագրերի ակտիվացման ֆոնին, ինչ մեսիջ է ուղարկում Մոսկվան օվկիանոսից այն կողմ։ Դա նաև զգուշացում էր, զգուշացում, որ լինելու է ռեակցիոն քայլեր, միգուցե նախաձեռնողական քայլեր։ Վաղը լրանում է Միեդի Հայաստանին տված վերջնաժամկետը, պաշտոնական Երևանը պետք է Եվրադատարանին տեղեկություններ ներկայացնի Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ։ Պատասխան չունեն, որովհետև պահման պայմանները պարոն Ղուկասյանին բացառիկ անմարդկային է։ Ցուրտը Միացյալ Նահանգներում ավելի քան 5 տասնյակ մարդու կյանք է խլել, մի մասը ցրտահարությունից է մահացել, մյուս մասը դարձել ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ։ Եվ զարգացումներ կան ռուս-ուկրաինական բանակցություններում, խաղաղության պայմանագիրը առանձին Միացյալ Նահանգների հետ կստորագրեն Մոսկվան ու Կիևը։ Լավ ազդանշաններ են, որ վերջապես կարելի է խաղաղություն հաստատել։ Եվ այսպես կեղծ տեղեկությունները տեղեկատվության մանիպուլյացիան մեր առօրյա կենցաղի մի մասն են, ԵԽԽՎ-ում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա Ռումինիայի պատվիրակի հարցին ընտրություններից առաջ Ռուսաստանի այսպես կոչված հիբրիդային հարձակումների մասին պատասխանել է, թե Հայաստանի իշխանությունը դրա դեմ օգտագործելու է այն գործիքները, որոնք ժողովրդավարությունն է առաջարկում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հեղինակավոր կառույցին առաջարկել է աջակցել Հայաստանին եւ ժողովրդավարությանը իրենց հայտարարություններով։ Անշուշտ, մենք ենթադրում ենք, որ հիբրիդային հարձակումները շարունակաբար էլ ավելի կսրվեն, մինչև մենք մոտենում ենք ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի սկզբին։ Միևնույն ժամանակ մենք իմունիտետ ենք ձևավորել, պաշտպանվելու կարողություն։
Միացյալ Նահանգների հարավային Կովկասի հետ կապված ծրագրերի իրականացման ակտիվացման ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ ու նրանց հետ խոսել տարածաշրջանային անվտանգության մասին։ Քաղաքագետների կարծիքով այդ հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովը հստակ ուղերձներ է ուղարկել նաև Հայաստանին, հիշեցնելով, որ իրենց ազդեցության գոտին է հարավային Կովկասը, ինչը հրապարակային ընդունել է նաև Թրամփը։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կարծիքով աշխարհաքաղաքական նոր բաժանումների ֆոնին Միացյալ Նահանգները ստիպված է հաշվի նստել Ռուսաստանի հետ ու չի բացառվում, որ Թրամփի ուղու նախագծի շուրջ նույնպես բանակցում են Մոսկվան ու Վաշինգտոնը, հնարավոր է Երևանի մեջքի հետևում։ Ռուսաստանում ԱՊՀ երկրների դեսպանները եւ Լավրովը քննարկել են միջազգային օրակարգի ակտուալ հարցերը, նախանշել մոտ ապագայի նպատակները, նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։ Պաշտոնական աղբյուրը նաև ավելացնում է, քննարկումն անցել է բարեկամական մթնոլորտում։ Չնայած սրան, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծում է, կոշտ զրույց է եղել փակ դռների հետևում։ Մոսկվան կարևոր ուղերձներ է փոխանցել Երևանին։ Հստակ մեսիջներ են եղել, այդ թվում նաև Հայաստանին ուղղված մեսիջներ, բնականաբար, որովհետև 26-ի ընտրությունները լինելու լակմուսի թուղթ այդ իմաստով եւ հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության ապահովման կամ չապահովման տեսանկյունից։ Մոսկվայում անհանգստանալու առիթն ունեն։ Հայաստանում գեներացվում է այն միտքը, որ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան պետք է հանել Հայաստանից, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններից վերջնականապես հեռացնել ռուս սահմանապահներին։ Քաղաքագետի խոսքով պաշտոնական Մոսկվայի համար արդեն ակնհայտ է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգը մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման մասին է։ Սա իհարկե նոր միտում չի։ Ռուսաստանի համար սա վտանգավորության եւ ռիսկի էական դաշտ է բացում, որ իր ավանդական ազդեցության տարածաշրջաններ մտնում են նոր սուբյեկտներ, նոր գեոպոլիտիկ կենտրոններ։ Օրինակ Անկարան, ասենք Իրանի դերակատարումն է էական, նույն չափ չէ, ինչքան Անկարայինը, Ադրբեջանի հավակնությունները 2020 թվականի պատերազմից հետո էականորեն մեծացել են։ Ղևոնդյանի համոզմամբ անգամ Վաշինգտոնում են հասկացել, որ Պուտինը չի պատրաստվում զիջել ռուսական ազդեցության գոտիները։ Եվ դրա արտահայտությունն է նաև այն, որ առանց դիվանագիտական ավելորդ ձևականությունների Թրամփը հարավային Կովկասն անվանել է Պուտինի տարածք։ Աշխարհը նոր ցիկլ է մտել։ Երեսպաշտությունը նախկին դիվանագիտական, այսպես ասենք, դրել են մի կողմ ուժեղները եւ ասում են աշխարհը բաժանելու ենք ըստ ռեսուրսային օգտագործման գոտիների։ Ուկրաինայում Թրամփը ինչ ստացավ այս ընթացքում ստացավ հազվագյուտ մետաղական հանքերը, չէ՞։ Իդեպ հազվագյուտ մետաղական հանքեր կան նաեւ Սյունիքում։ Սյունիքում Թրամփի ուղի նախագիծը իրականացնելու շուրջ բանակցություններ կան Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև, վստահ է քաղաքագետը։ Ըստ նրա, այդ մասին տեղեկացված չեն անգամ շարքային ՔՊԱ-ականները, որոնք փրփրաբերան պնդում են, թե Թրիփը խաղից դուրս է թողել ռուսներին։ Աշխարհում միջազգային իրավունքը էականորեն փոխվել է, ուժի իրավունքը դոմինանտություն ունի, իսկ օրինակ ամերիկյան նախաձեռնողականությունը բացառապես դրա մեջ է։ Պատկերացում ունեն, որ աշխարհում ազդեցության գոտիները պետք է լինեն ուժեղ պետություններին։ Օրինակ ԱՄՆ-ն լինելով ենթադրելի եւ այսպես պատմականորեն Ռուսաստանի մրցակից սուբյեկտ, հա, գեոպոլիտիկ կենտրոն, ռուսներին դիտարկում է որպեսզի այնպես սուբյեկտ, որ ինքն էլ պետք է ունենա ազդեցության զոնաներ, որովհետեւ դա հիմնավոր է։ Ղևոնդյանը հիշեցնում է, դեռ ոչ ոք չի չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Դրա 9-րդ կետը տարածաշրջանի կապուղիների ապաշրջափակման մասին քաղաքագետի խոսքով ձուլվում է Թրամփի ուղու հետ։ Թրամփի Թրիփ ասածը դա Զանգեզուրի միջանցքի մասին է։ Եվ քանի որ այնտեղ կա երկաթգծային էլեմենտ եւ Հայաստանի ղեկավարությունը դիմել է Ռուսաստանին աջակցելու եւ այլն, այդ երկու process-ները կարող են իրար հետ օրգանապես ձուլվել։ Президент Соединенных Штатов Америки и президент Российской Федерации։ Մի խոսքով կլինի այնպես, ինչպես կորոշեն Թրամփն ու Պուտինը, կարծում է քաղաքագետը ու նկատում, որ գերտերությունների առաջնորդները հաշվի կնստեն նաև տարածաշրջանի մյուս խաղացողների, օրինակ Թուրքիայի որոշ շահերի հետ։ Այն ինչ որ քննարկվում է վերևներում, ամենավերևներում, միշտ չի որ հասանելի է ներքևներին։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։
Հայաստանի կառավարությունը 1 օր ժամանակ ունի միեդին ավելի քան 3 ամիս կալանավորված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի ու պահման պայմանների մասին տեղեկություններ տրամադրելու համար։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով անմարդկային պայմաններում է պահվում Վարդան Ղուկասյանը, բայց նա չի կարծում, թե կառավարությունը Եվրադատարանին իրականությունը կպատմի։ Հաշվա ժամերից Հայաստանի կառավարությունը պետք է միեդին պարզաբանի, ինչ պայմաններում է պահվում եւ ինչ առողջական վիճակում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նրա կյանքին եւ առողջությանը անդառնալի վտանգների հետ կապված հարցապնդումներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Արձանագրելու համար Նախորդ շաբաթ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հարցեր ուղղել Հայաստանի կառավարությանը։ Վերջնաժամկետը վաղն է։ Պատշաճ բուժօգնություն տրամադրվում է, ինչ բուժօգնություն է տրամադրվում, հիմնականում հարցը այդ ուղղությամբ է։ Իրականությունը կպատմի Երևանը, թե Փաշինյանը դուխ կունենա կրկնելու հոկտեմբերի իր այս հայտարարությունը։ Դուրս շպրտեն քաղաքական եւ հանրային դաշտից։ Պատասխան չունեն, որովհետև պահման պայմանները պարոն Ղուկասյանի նկատմամբ վերաբերմունքը բացառիկ անմարդկային է, այն պայմաններում, որում նա պահվում է եւ այդ անհրաժեշտ բուժօգնությունը, որը նրան չի տրամադրվում, որի կարիքը նա ունի, սա խոսում է այն մասին, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ բացառիկ անմարդկային պայմաններ են այս պահին նախատեսել այս քրեակատարողական հիմնարկում եւ նաեւ բացառիկ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում։ Հանգամանքներ են ի հայտ եկել այն Եթե Հայաստանի կառավարությունը որոշի միեդի հարցերին ազնիվ պատասխանել, ստիպված կլինի խոստովանել, որ Գյումրիի կալանավորված քաղաքապետի մի շարք իրավունքներ ամիսներ շարունակ ոտնահարվում են։ Կալանավայրում նաև գոյություն ունի բժիշկ, որը տրամադրի բուժօգնություն։ Սա հանրահայտ փաստ է եւ այստեղ էլ ես չգիտեմ կառավարությունը ինչ պետք է պատասխանի, բացի այդ մենք ունենք նաև շտապօգնության դիրքորոշումը, տեղեկանքը, համաձայն որի պարոն Ղուկասյանին պետք է տեղափոխային հիվանդանոց, մինչդեռ այդ հիվանդանոց տեղափոխելու հարցը արկախված է, որևիցե կերպ չի լուծվում։ Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ավելի հավանական է համարում, որ Երևանը կորոշի ստել միեդին ու թաքցնել իրականությունը։ Այդպիսի փորձ ունեցել է փաստաբանը։ Անցյալ տարի նույնպես ես դիմել էի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան հրատապ միջոց ձեռնարկելու հարցով եւ այնքան ստեցին, շուրջ 2 ամիս տևեց այդ կոմունիկացիան, բայց այնքան ստեցին, որ մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան որոշում կայացրեց։ Ի վերջո, հին աշխարհամասում իմանալու են Ղուկասյանին վերաբերող իրավախախտումների մասին, վստահեցնում է պաշտպանը։ Ցխայտարագություն է։ Հաջորդ շաբաթ է դատարանը քննելու Գյումրիի քաղաքապետի կալանքը վերացնելու միջնորդությունը։ Խելամիտ տարբերակը միջնորդությունը բավարարելն է, պնդում է Փոստանջյանը։ Գնդակը իրենց դաշտում է, անհապաղ ձեռնարկեն նրան որոշում կայացնեն կալանքից ազատեն։ Այդ միջնորդությունը նույնպես դատարանի վարույթում է։ Հետևաբար բոլոր գործիքակազմերը ունեն արագ եւ շուտապույտ լուծեն հարցը, որպեսզի միջազգային ատյանները իրենց հարցերը չլուծեն։ Փետրվարի 5-ին իստին արդեն 3.5 ամիս ազատությունից զրկված կլինի Վարդան Ղուկասյանը։ Թեև կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ ունի, դեկտեմբերին նրա կալանքը 3 ամսով երկարաձգվել էր։ Այդ որոշումից հետո վիճակը վատթարացել է, նա ստացիոնար բուժման կարիք ունի։ Ալբերտ Սերոփյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Երբ Հայաստանի վարչապետը յուրայինների միլիոնավոր դրաններով է պարգևատրում, դա նոր վտանգավոր անջրպետ է առաջացնում հանրության միջև, վստահ է խորհրդանի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Անտիկոր հակակոռուպցիոն հարթակում են այսօր անդրադարձել 2025-ի ավարտին կառավարության պահուստային ֆոնդից բաժանված 3 միլիարդ դրամի սկանդալային պարգևավճարներին։ Քննարկման մասնակիցները վստահ են պարգևավճարներով Փաշինյանը պետական համակարգի աշխատակիցներին թրաֆիքինգի զոհ է դարձնում մեկ նպատակով, որպեսզի նրանք առաջիկա ընտրություններում քվեարկեն իր թիմի օգտին։ Երբ մի կողմից դու ասում ես թոշակառուի համար 10,000 դրամը ինչ անելու թոշակառուն, որ 10,000 դրամը տա, աղքատ մարդիկ տեսնում են այդ պարգևավճար ստացող միջին շերտը արդեն մի նոր ատելության այսպես մթնոլորտ է ձևավորվում, մի նոր աջրպետ է առաջանում մեր հասարակության մեջ եւ սա շատ վտանգավոր է, բայց մենք գիտենք, որ Փաշինյանի հիմնական նպատակը բաժանիր որ տիրես եւ ինքը բոլոր ոլորտներում եւ նաեւ այս ոլորտում շատ հաջողությամբ իրականացնում է իր նպատակը։
Միջազգային լրահոսին անցնենք, Իրանի ազգային արժույթը ռիալը նորից արժեզրկվել է դոլարի նկատմամբ հասնելով պատմական մինիմումի, ըստ որոշ աղբյուրների ամերիկյան $1 այսօր վաճառվել է 1.500.000 ռիալով։ Շաբաթներ առաջ իրանական արժույթի սրընթաց անկումն ու ապրանքների գնաճը զանգվածային բողոքի պատճառ դարձան Իրանում, փողոց դուրս բերելով տասնյակ հազարավոր մարդկանց։ Իրավապաշտպան խմբերի տվյալով մոտ 1 շաբաթ շարունակված ցույցերի ընթացքում հազարավոր մարդիկ զոհվեցին։ Խաղաղության համաձայնագիրը Ռուսաստանը և Ուկրաինան առանձին կստորագրեն Միացյալ Նահանգների հետ։ Աբու Դաբիում անցած շաբաթավերջին կայացած բանակցություններից մանրամասներ է բացահայտել Ուկրաինայի արտգործնախարարը։ Անդրեյ Սիբիգայի խոսքով մնացել է 2 հարց, որոնց շուրջ սակայն և Կիևը, և Մոսկվան անզիջում դիրքորոշում ունեն։ Ուկրաինան և Ռուսաստանն առանձին կստորագրեն 20 կետանոց խաղաղության ծրագիրը Միացյալ Նահանգների հետ։ Եվրամիության երկրները չեն ստորագրի այն, բայց յուրաքանչյուր կետ կհամաձայնեցվի եվրոպացի դաշնակիցների հետ։ Բանակցությունների ընթացքից Ուկրաինսկայա Պրավդային մանրամասներ է պատմել Ուկրաինայի արտգործնախարարը։ Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել Աբու Դաբիում չհամաձայնեցված 2 հարցերը։ Խոսքը տարածքների և ռուսական զինուժի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի մասին է։ Մոսկվան պնդում է, որ ուկրաինական զորքը դուրս գա ամբողջ Դոնբասից, այդ թվում ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Կիևն այս պահանջը համարում է անընդունելի, նաև պնդում, որ ռուսական զորքը դուրս գա Զապորոժիեի ատոմակայանից։ Վաշինգտոնն առաջարկում է այն կառավարել Ռուսաստանի հետ համատեղ։ Արդյոք կողմերը համաձայնության կգան այս կիրակի Աբու Դաբիում, որտեղ պետք է շարունակվեն եռակողմ Ռուսաստան-Ուկրաինա-Միացյալ Նահանգներ բանակցությունները։ Համենայն դեպս Սիբիգան հույս ունի։ Նրա խոսքով Մոսկվան բանակցություններում հիմա այնպիսի մարդիկ են ներկայացնում, որոնք կեղծ պատմական դասախոսություններ չեն կարդում։ Ռուսական կողմի վրա ճնշումներն ավելի մեծացնելու կոչ է արել Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին որպես կարևոր թիրախ այս անգամ Ռուսաստանի տանկերային նավատորմը, ռուսական նավթի արտահանման ամբողջ ենթակառուցվածքն է նշել։ Եթե Ռուսաստանի եկամուտներն ավելի շատ կրճատվեն, դա մեծապես կօգնի մեզ Եվրոպայում։ Մենք արդեն տեսնում ենք ագրեսորի հսկայական նոր խնդիրները դաշնային բյուջեի, ինչպես նաև գնաճի և տնտեսական ցուցանիշների հետ կապված։ Սրանք բոլորը լավ ազդանշաններ են, որ վերջապես կարելի է խաղաղություն հաստատել։ Որքան դժվար է Ռուսաստանի համար, այնքան ավելի մոտ է խաղաղություն։ Մինչև խաղաղություն, սակայն ճանապարհը շատ արյունոտ է։ Արդեն 4-րդ տարին ընթացող պատերազմի հետևանքով զոհված, վիրավորված կամ անհետ կորած ռուս և ուկրաինացի զինվորների թիվն այս գարնանը կարող է հասնել 2 միլիոնի։ Ըստ Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրապարակած ուսումնասիրության, այս տարիներին գրեթե 1.200.000 ռուս և մոտ 600.000 ուկրաինացի զինվորական է զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել։ Երեքշաբթի ուշ երեկոյան Խարկովի մարզում գնացքի վրա ռուսական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Ըստ Ուկրաինայի նախագահի, ուղևորատար գնացքում ավելի քան 200 մարդ է եղել։ Զելենսկին հարձակումը ահաբեկչություն է անվանել։ Ուկրաինայի դատախազության տեղեկությամբ 2 անօդաչու պայթել է գնացքի մոտ, մեկը հարվածել է վագոնին։ Դրոնների գիշերային հարձակման հետևանքով 2 մարդ էլ Կիևի մարզում է զոհվել։ Զորինար Բարխուդարյան, Անիլ Ղանդիլյան, Հայլուր։ Ցուրտը Միացյալ Նահանգներում ավելի քան 5 տասնյակ մարդու կյանք է խլել։ Մի մասը ցրտահարությունից է մահացել, մյուս մասը դարձել ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ։ Երկրորդ օրն է Միացյալ Նահանգներում ավելի քան 500,000 տուն լույս չունի։ Ավելի քան 50 մարդ է մահացել Միացյալ Նահանգներում ցրտի պատճառով։ Որոշ մահեր ցրտահարության հետևանք են, բայց մահացածների մեծ մասը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել։ Ոստիկանությունը հայտնել է, որ ձյուն մաքրող մեքենաները Մասաչուսեթս և Օհայո նահանգներում վրաերթի են ենթարկել 2 մարդու, երկուսն էլ մահացել են։ Արկանզաս և Տեխաս նահանգներում երեխաներ են մահացել սահնակ քշելիս։ Ականատեսների խոսքով սահնակներն իրար են բախվել։ Տեխասի քաղաքներից մեկում 3 եղբայր ընկել են սառցե լճակը, 6, 8, 9 տարեկան տղաները մահացել են։ Հայտնի չէ, նրանք սայթաքել են, թե դիտմամբ են ցատկել։ Ոստիկանությունը մի կնոջ մարմին գտել է ձյան տակ, Կանզասում։ Մի տղամարդու էլ Նյու Ջերսիում են հայտնաբերել, ձյան մեջ, անգիտակից, բահը ձեռքին։ Շաբաթ օրվանից Նյու Յորքում 10 մարդ է մահացել։ Երկրորդ օրն է Միացյալ Նահանգներում ավելի քան 500,000 տուն լույս չունի։
Անջատումների մեծ մասը հարավային հատվածում են։ Թենեսի, Տեխաս, Միսիսիպի և Լուիզիանա նահանգների իշխանությունները զգուշացրել են։ Էլեկտրաէներգիայի վերականգնման համար կարող են օրեր պետք լինել։ Ամբողջ երկրում չվերթների 45%-ը չեղարկվել է։ Սա ամենաբարձր ցուցանիշն է COVID-19-ի համավարակից հետո։ Դպրոցներ ու համալսարաններ են փակվել, -32-ի հասած ցրտի պատճառով։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հնդկաստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է Մահարաշտրա մարզի փոխմարզպետը ևս 4 մարդ։ Մումբայից Թրասբիզնես դաս ինքնաթիռը վթարի է ենթարկվել Փարամատի օդանավակայանի մոտակայքում վայրէջք կատարելու պահին։ Մահացած ազգային կոմունիստական կուսակցության առաջնորդ Աջիտ Պավարը տեղական ընտրություններից առաջ հանրային հանդիպումների էր մեկնում։ Հնդկաստանի արևմտյան Բենգալիա նահանգում մահաբեր նիպահ վիրուսն է բռնկվել։ Հիվանդության տարածումը կանխելու համար մի քանի ասիական երկրներ խստացրել են Հնդկաստանից ժամանող ուղևորների ստուգումը։ Қырғызստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը ուժեղացրել են ստուգումները սահմանային անցակետերում։ Նիպահ վիրուսը կարող է կենդանիներից մարդկանց փոխանցվել մարդուց մարդուն։ Քանի որ այս հիվանդության դեմ պատվաստանյութ կամ բուժում չկա, մահացության մակարդակը շատ բարձր է՝ 40-ից 75%։ Համաճարակի հնարավոր սպառնալիքի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նիպահը ներառել է 10 ամենավտանգավոր հիվանդությունների շարքում COVID-19 և Զիկա վիրուսի հետ միասին։ Շատ մասնագետներ պնդում են, որ համավարակի վտանգ չկա։ Վիրուսի ինկուբացիոն շրջանը 4-ից 14 օր է։ Ախտանշանները կարող են տարբեր լինել՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավեր, փսխում և կոկորդի ցավ։ Մարդիկ կարող են քնկոտություն, շփոթվածություն զգալ։ Երբեմն հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով։ Միաժամանակ դատարանը 53-ամյա Կիմ Կեոն Հիին արդարացրել է բաժնետոմսերի գների մանիպուլյացիայի և քաղաքական ֆոնդի մասին օրենքի խախտման մեղադրանքներով։ Ավելի վաղ նրա ամուսինը նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը, որը իմպիչմենտի էր ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերին, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման ձերբակալությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Սեուլի կենտրոնական դատարանը դատավճիռը կայացրել է որպես նախկին նախագահի կողմից 2024 թվականի դեկտեմբերին կարճաժամկետ ռազմական դրություն հայտարարելու հետ կապված գործով առաջին որոշման մաս։ Մեղադրողները Յուն Սոկ Յոլի համար նաև մահապատիժ են պահանջել ապստամբություն կազմակերպելու դավադրության մեղադրանքով։ Դատարանն այդ մեղադրանքի վերաբերյալ որոշում կկայացնի փետրվարի 19-ին։ Եվ վերջում հայկական ֆուտբոլի ոսկե դուբլն է էկրանավորվել։ Արարատ 73-ի ԽՍՀՄ չեմպիոն դառնալու և ԽՍՀՄ գավաթը նվաճելու պատմությունները Հայաստանում էկրանին կլինեն փետրվարի 5-ից։ Ֆիլմի գլխավոր հերոսը Երևանի Արարատի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանն է, որ իր տղաների հետ 53 տարի առաջ կերտել է հայկական ֆուտբոլի ոսկե դարը։ Հայկական ֆուտբոլի ամենամեծ նվաճումների տարվա Արարատ 73-ի ԽՍՀՄ չեմպիոն դառնալու և ԽՍՀՄ գավաթը նվաճելու պատմությունն են էկրանավորել։ Ոսկե դուբլ, այսպես է կոչվում սպորտային դրաման։ Ֆիլմի գլխավոր հերոսը հայկական ֆուտբոլի խորհրդային լեգենդ Երևանի Արարատի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանն է։ Նա է իր տղաների հետ 53 տարի առաջ կերտել հայկական ֆուտբոլի ոսկե դարը։ Մեր գլխավոր նպատակը այս ֆիլմով էմոցիաներ տալն է։ Ցավոք խաղի տեսագրությունը չի պատմանվել, այդ խաղը հիշում են մեր պապերը, հայրերը, եւ սա լավ հնարավորություն է, որպեսզի նրանք վերապրեն այդ էմոցիաները։ Բամբասանք ու մանիպուլյացիա է անվանում ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, քաղաքական որոշ գործիչների պնդումները, թե Արարատ 73-ի մասին պատմող ֆիլմը ռուսական հիմնադրամների ֆինանսավորմամբ է նկարահանվել Հայաստանում հիբրիդային հարձակման, Ռուսաստանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ Այդ մանիպուլյացիաները մեկնաբանելը կարծում եմ ժամանակի անիմաստվատնում է։ Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե այս ֆիլմը հովանավորել է պետական ինչ-որ հատուկ ֆոնդ, դա կեղծիք է։ Պետական ոչ մի հատուկ ֆոնդ իրականում այստեղ գործ չի ունեցել։ Ռուսաստանի մշակույթի նախարարությունն է հովանավորել ոսկե դուբլը, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Ոսկե դուբլի նախնական սցենարը պատրաստ է եղել դեռ 6 տարի առաջ, սակայն Քովիդի պատճառով ֆիլմի նկարահանումները այդ տարի չեն սկսել, ասում է սցենարի հեղինակ Էդուարդ Այանյանը։ Փոփոխություններ են արել սցենարում և նկարահանման հրապարակում արդեն գործի են անցել 2024-ի կեսերին։
Հաղթել հնարավոր է միասին, սա է ֆիլմի գլխավոր ուղերձը սցենարիստի։ Նիկիտա Սիմոնյանի հետ նա անընդհատ է խորհրդակցել սցենարը գրելիս։ Նա այսպես ասած օրհնեց մեր նախագիծը եւ հավանություն տվեց, որ նկարենք այդ պատմությունը։ Անձի Արարատի գլխավոր մարզչի Նիկիտա Սիմոնյանի մասին է իհարկե ֆիլմը։ Միշտ պարտացել է Նիկիտա Սիմոնյանը, որ Արարատ 73-ի հաղթանակը հայ ժողովրդին սպորտում միասնականություն է բերել, պատմում է դուստրը Վիկտորիան։ Արարատ 73-ը արդար հաղթանակի հասնելու փայլուն օրինակ է, հատկապես երիտասարդ մարզիկների համար։ Երևանի Փյունիկի նախկին սեփականատերը ափսոսում է, Նիկիտա Սիմոնյանը չապրեց 100 տարի, խոստացել էր համաշխարհային լեգենդար ֆուտբոլիստների մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպում կազմակերպել նրա 100-ամյակին։ Մոսկվայի Սպարտակի եւ Երևանի Արարատի լեգենդը անցած տարեվերջին 99 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց։ Սպորտային իր հարուստ կարիերայից Նիկիտա Պավլովիչը որպես մարզիչ եւ ֆուտբոլիստ միշտ առանձնացնում էր 1973 թվականը։ Ասում էր, այդ թվականին եմ իմ ազգի համար ինչ-որ արժեքավոր բան արել։ Ոսկե դուբլի հայաստանյան պրեմիերան փետրվարի 5-ին է։ Էդգար Ղուշչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։